Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Բարի առավոտ, այսօր դեկտեմբերի 22-ն է, օրն էլ երկուշաբթի։ Այո, երկուշաբթին սկսվեց, կարելի է ասել այս տարվա վերջին աշխատանքային շաբաթն ենք սկսում միասին։ Հաշված օրերից ոչ միայն կդիմավորենք ամանորն ու Սուրբ Ծնունդը, այլ նաև կարճատև փոքրիկ արձակուրդ կունենանք։ Դե նախատոնական Եռուզեռից հետո մի փոքր պետք է ավետ, որ շունչ քաշենք ու կրկին կսկսենք մեր ընթացքը էլ ավելի շատ նորություններով ու հետաքրքիր եթերներով իհարկե։ Բայց մինչ այդ ամենը դեռ շատ հագեցած եթերներ ունենք, այդ թվում տոնական մեր Բարի լույսյան եթերը, որի մասին դեռ հասցնելու ենք ձեզ պատմել, իսկ դուք չմոռանաք դեկտեմբերի 31-ի առավոտը սկսել հենց մեզ հետ։ Դեկտեմբերի 31-ին Armenia TV-ի ամբողջ եթերը լինելու է տոնական։ Եվ այդ մասին քիչ անց մենք կպատմենք, իսկ հիմա նաև ուզում ենք ասել, թե էլ որտեղ կարող եք անցկացնել ձեր ուրախ առիթները։ Այո, ձեր ծննդյան օրը հիշարժան հավաքույթը, կարևոր առիթը, կորպորատիվ երեկոն կամ ընկերական ջերմ հանդիպումները կարող են դառնալ իսկապես առանձնահատուկ։ Park Bridge-ը ռեստորան է, որտեղ ձեզ սպասվում է հարմարավետ միջավայր, համեղ ուտեստներ եւ անթերի սպասարկում։ Ձեզ անհրաժեշտ է միայն ունենալ ուրախ տրամադրություն եւ մնացածի մասին կհոգա Park Bridge-ի թիմը։ Բացահայտեք ձեր տոնական օրերի ամբողջ ջերմությունը Park Bridge ռեստորանում տոնը սկսվում է հենց այստեղ զանգահարեք 094 38 06 եւ Սիրելի հեռուստադիտողներ, այո, ինչպես ասացինք, Armenia TV-ի եթերում ամանորյա սպասված անակնկալներ են լինելու եւ ահա սկսենք հենց 31-ին ժամը 8:55, 20:50։ Երեկոյան, այո, ինչ է սպասվում ավետ։ Armenia TV-ի երեկոյան եթերում Անահիտ պրեմիերա է դեպի ճամբար հատուկ ջոկատը ֆիլմը կցուցադրվի, որին սպասում են բոլորը, այնպես որ բաց չթողնեք, ֆիլմը դիտելու հնարավորություն ունեք հենց դուք։ Չմոռանանք, որ դեկտեմբերի 31-ին Armenia TV-ի երեկոյան եթերում դիտենք դեպի ճամբար հատուկ ջոկատ ֆիլմը, իսկ մենք այս պահին ինչ է առաջարկում արժի պատմել մեր քաղցր գործընկերոջ մասին։ Ինչպես կասես, կինը միշտ ճիշտ է։ Սիրով ցանկանում ենք ներկայացնել մեր գործընկերոջը Ժակո Հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրամենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի խրթխրթան թխվածքաբլիթներից մինչեւ հատընտիր շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարաթուն, թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն, ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով, շոկոլադապատ կոկոջամբոն, իրական էներգիայի աղբյուր Drive Ֆուկուսան, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ։ Եվ իհարկե բոլորիս շատ սիրելի քվեսթը նուգա կարամել եւ շոկոլադե գլազուր քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը։ Իսկ այ երկուշաբթին, սիրելի հեռուստադիտողներ, սկսում ենք շատ հետաքրքիր թեմաների անդրադարձով։ Տաղավարում կհյուրընկալենք Best Life հայ ճապոնական բժշկական կենտրոնի սրտաբան Խաչիկ Համբարձումյանին եւ նրա հետ կզրուցենք սրտաբանական մի շարք խնդիրների բուժման արդյունավետ եւ ժամանակակից միջոցների մասին, ինչպես նաեւ հնարավոր կանխարգելման մասին։ Ինչը եւ շատ կարեւոր է։ Այնուհետեւ մեր հյուրերի հետ կզրուցենք Մեծամորի թանգարանում մեկնարկած Մեծամոր ժամանակի հետքը խորագրով բացառիկ միջոցառման մասին եւ յուրահատուկ ցուցադրության ու թանգարանի կեսդարյան պատմության մասին շատ հետաքրքիր մանրամասներ ենք լսելու։ Նաեւ պատմելու ենք դեկտեմբերի 24-ին Կոմիտասի թանգարան ինստիտուտի համերգասրահում կայանալիք Արար երգչախմբի շարք մտերմիկ եւ խոհական խորագիրը գրող համերգի մասին։ Ոչ միայն մենք, այլ նաեւ խոհանոցում Սաթենիկը կունենա սպասված հյուրեր, սիրելի հեռուստադիտողներ։ Եվ իդեպ այս շաբաթ նաեւ խոհանոցում Եռուզեռը այլ է լինելու, մենք ունենալու ենք շատ հայտնի եւ սիրված մարդիկ, ովքեր միանալու են Սաթին եւ այսպես եւ շաբաթը ազդարարում են Հայաստանում Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը եւ դեսպանության քաղաքական եւ տնտեսական հարցերով քաղաքականության պատասխանատու Լարիսա Հարությունյանը։ Այո, այս հետաքրքիր զրույցների բարի լույս մենք տեղում ենք նիդերլանդական շնչով է այսօր մեր տաղավարը լցվելու, որովհետեւ շատ համեղ քաղցր բոնչիկներ ենք պատրաստելու։ Good morning. Good morning. How are you? I'm good and thank you for inviting. Good morning. How are you? Իհարկե հասցրեցին ներկայացնել
Սադ ջան, շնորհակալ ենք, այո, դու ներկայացրեցիր մեր հյուրերին, մենք շարունակենք ու կրկին վերադառնանք եւ խոսքը տրամադրենք ձեզ։ Ինչպես ասացինք, այո, մեր հյուրերը արդեն ներկայացված են Անահիտ, մեր մշտական էջերներ կթերթեն, կլսենք հոգեբանական կարևոր խորհուրդները, աստղագետ Լիլիթ Ալեքսանյանը կներկայացնի շաբաթվա աստղային պատկերը, կենթանակերպի բոլոր նշանների համար եւ իհարկե կպարզենք, թե ինչ յուրահատուկ ուտեստ են վերջապես պատրաստելու մեծարգո դեսպանը եւ իհարկե Սաթը եւ դեսպանի օգնականը։ Այո, մեր հյուրը, բայց մինչ իհարկե նրանց ողջունելը, այսօր ներկայացնենք մեր գործընկերոջը, Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատարաթնք ընկերությունը 1/11-ից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում եւ սա նշանակում է, որ աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառվողների կողմից։ Ընդգծենք, որ աթենքի հավինագետների պատրաստումը բացառապես տևում է, սկսվում է հավի կրծքամսից հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաեւ ունի հավի ձողիկների դասական տարբերակը, յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում ել ավելի հետաքրքիր ու ժամանցային։ Այո, իսկ այս պահին հասունացավ իսկապես պահը, որպեսզի տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք, թե երեք գեղեցկուհիները միասին ինչ հրաշքներ են գործելու։ Այո, ինչ հրաշքներ են, գուցե ավանդական ուտեստ են ներկայացնելու։ Տեսնենք, խոսքը ձերն է, բարի լույս։ Բարի լույս, good morning։ Դուք արդեն ներկայացրեցիք, մեկ անգամ եւս սիրով կուզեմ ներկայացնել, պատիվ ունենք հյուրընկալելու Հայաստանում Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերին եւ դեսպանության քաղաքական տնտեսական հարցերով քաղաքականության պատասխանատու Լարիսա Հարությունյանին։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար եւ վստահ ենք, որ մեր եթերը շատ լավ է անցնելու, որովհետեւ արդեն բաղադրիչները պատրաստ են, ես գիտեմ ինչ ենք պատրաստելու, հասցրեցի հեռուստադիտողներին ասել, որ մենք պոնչիկ ենք պատրաստելու։ Well, she already mentioned that we are going to make oliebollen. It's sort of an Armenian ponchik. Okay, yes, we're going to make the oliebollen, which is a traditional Dutch recipe, which we eat on New Year's Eve. So most families in the Netherlands will bake these oliebollen around this time of the year. Մենք այսօր պատրաստելու ենք նիդերլանդական oliebollen, որը տոնական ուտեստ է եւ միշտ պատրաստում ենք նոր տարվա երեկոյին։ Ահա, սկսենք բաղադրիչներից, անցնենք աշխատանքի, ինչ է մեզ հարկավոր եւ իհարկե հեռուստադիտողները պատրաստման ընթացքը տեսնեն, գուցե կարողանան իրենք տանը պատրաստել մեզ հետ զուգահեռ։ Let's start from ingredients, so who knows, maybe also our followers can try to make it at home. Yes, for sure. It's quite easy actually. What you do is you take 250 grams of flour. Ահա։ Շատ հեշտ է պատրաստելը, վերցնում ենք 250 գրամ ալյուր, A little bit of salt. մի փոքր աղ, Մենք իհարկե պետք է թողնենք նաև որ խմորը հասունանա, որովհետև խմորի չունենք այստեղ։ yes, we have yeast, so and then we have to take a little bit to rest the dough. Yeah, and this is sugar. Սա շաքարավազն է, Little bit. And that we mix. խառնում ենք մի փոքր, Ահա, ինչև կխառնի, հետո ինչ ենք ավելացնելու։ Yes, and then we break an egg. ավելացնում ենք մեկ ձու, Մեկ, շատ բարի։ Կարող եք այստեղ։ And then we add the yeast. հետո ավելացնում ենք խմորիչը, Խմորիչը որքան ես ավելացնեմ դուք ասեք։ Yeah, it can be everything. It's around 15 grams. մոտավորապես 50 գրամ, Ամբողջ ավելացնել։ Օ, շատ բարի։ 50 գրամ էր այստեղ։ And then we add 250 milliliters of milk. հետո ավելացնում ենք 250 գրամ կաթ, Քանի որ այս պահին մենք ավելացրեցինք
խմորիչը։ Ես կուզեմ ներկայացնել մեր գործընկերոջ կողմից, Մարանիկի կողմից առաջարկված խմորիչը, որը հենց այս պահին ձեր էկրաններին կլինի։ Իհարկե ես կօգնեմ մեր հյուրին ավելացնելով այստեղ կաթը։ Ահա, ձեր էկրաններին է, սիրելի հեռուստադիտողներ, ես էլ ինչպես նշեցի, սիրով ներկայացնեմ։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն՝ Մարանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը։ Որակի խիստ վերահսկողություն, դե արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Մենք հասկանանք, որքան ենք խառնելու։ Ահա։ So, this is, now we're ready. Խմորը պատրաստ եմ։ Պատրաստ է, ավելացնել ենք արդեն ալյուրը։ Now the mixture has to sit, Թողնել ենք, որպեսզի to grow Մի փոքր around պետք է 1 hour. հանգստանա, մոտավորապես 1 ժամ։ Մեկ ժամ, իհարկե մենք ունենք, քանի որ ուղիղ եթեր է մեզ մոտ, մենք ունենք պատրաստած արդեն 1 ժամը անցել է, մենք ցույց կտանք երկրորդ միացման ընթացքում, թե ինչպես ենք մենք արդեն այդ պատրաստի խմորը որքան պետք է ձետ լինել, դա եք ասեք, խնդրում եմ։ How much oil do we have to have here? Oil, Yes. this is 2 liters. 2 of, լիտր ձետ sunflower պետք է oil. ունենանք, արևածաղկի ձետ։ Իսկ այս մեր քանակից քանի հատ դուրս կգա։ And how many olive oils we can have from this dough? This is probably 8 to 10 olive oil. 8-ից 10 olive oil կամ ponchikներ կստացվեն այս չափով։ Մի հարցել տամ եւ շարունակենք, այ հետաքրքիր է, կարծում եմ սա ավանդույթի համապատասխան մինչ օրս պատրաստում են։ Արդյոք երիտասարդները այս պոնչիկները պատրաստում են, փոխանցվում է իրենց այս ավանդույթը տատիկներից, մայրիկներից փոխանցված։ The question is, do you transfer also this recipe from one generation to another, meaning young generation also prepares this for the New Year Eve? Yes, yes. Actually, we had, this is very old tradition, already from the 16th century in the Netherlands. And probably it was brought to the Netherlands by Sephardic Jews, so Jewish people that came from the Iberian Peninsula. And they brought the recipe for sufganiot with them. And those are the special delicacies that Jewish people until today eat for Hanukkah, which is around the same time of the year. Ես երբ կներեք, սա էլ հարցնեմ, երբ ուսումնասիրում էի այս պոնչիկը, ասվում էր, որ հնում ավելացնում էին իրենք նարնջի ցեդրա եւ խնձոր։ Կա այդպես այդպիսի բան։ Do you Ինչ have օրս also փոխանցվում է։ orange pieces and apple in it? Because when Satanik was like exploring the recipe, so it says that in the ancient times you also added those ingredients. Yes, no, that's true. Actually, I made a simple version now, but you can add raisins or probably nice dried Armenian apricots. I chopped finely, so that would probably also go very well in this recipe. Այսօր դեսպան ուզում է պատրաստել սովորական պարզ տարբերակը, բայց ասում եմ միգուցե շատ լավ կլինի հայկական ծիրանով, ծիրանի ջրով։ Օ, հետաքրքիր կլինի, ես փորփր եմ փոխանոցային մեր նարակներում արդյոք կգտնվի ծիրանի չիր, բայց այս պահին ուզում եմ ներկայացնեմ մեր հյուրին կներկայացնեմ եւ հեռուստադիտողներին Աթենքի կողմից առաջարկված նագեզները։ Ընդամենը 4-ից 6 րոպե է հարկավոր, որպեսզի մենք կարողանանք պատրաստել։ Հենց այս պահին ձեր էկրաններին է ես էլ սիրով ներկայացնեմ։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաեւ Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծվում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականին, եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար, տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի, դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև հավի ձողիկներ, դասական տարբերակը, յուրաքանչյուր նագետ փափուկ է,
նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ աթենքի հավի նագետների պատրաստումը տևում է, ինչպես նշեցի, ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են էլ ավելի հետաքրքիր եւ էլ ավելի ժամանցային։ Մենք այս պահին տեղափոխվում ենք այնտեղ գործընկերներիս մոտ, Անահիտին եւ Ավետին ենք խոսքը փոխանցում, մենք էլ ինչպես նշեցի, 1 ժամ պետք է թողնենք, որ խմորը հանգստանա, հետո կպատրաստենք, խոսքը ձերն է, համեցեք։ Դե այո, 1 ժամ փաստորեն, մինչև որ պատրաստվեն այս համեղագույն, համենայն դեպս ես դեսպանի պատրաստած պոնչիկ երբեք չեմ կերել։ Ես ինքս։ Ուրեմն դա առաջին անգամ կլինի։ Մենք էլ սիրով ներկայացնենք մեր գործընկերոջը, Նորապատ Գրուպ Ունիվերսալ անվտանգության ընկերությունը առանձնանում է վստահությամբ ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ, ժամանակակից տեխնոլոգիաներով ու շուրջօրյա հսկողությամբ ապահովում է այն, ինչ ամենաթանկն է ձեզ համար, առաջարկելով անձնական թիկնապահներից մինչև հուսալի պահակային ծառայություն, մշտական տեսահսկում եւ օպերատիվ արձագանք։ Նորապատ Գրուպ Ունիվերսալ անվտանգության ընկերության թիմի շնորհիվ կունենաք խաղաղության, վստահության եւ ապահովության զգացողություն ամեն օր։ Ձեր անվտանգությունը վստահեք Նորապատ Գրուպին, հեռախոսահամար 099 27 50 07 եւ ի դեպ Նորապատ Գրուպ Ունիվերսալ անվտանգության ընկերությանն անհրաժեշտ են հմուտ, պատասխանատու եւ որակավորված աշխատակիցներ։ Եթե ունեք արագ արձագանքման կարողություն եւ ցանկանում եք աշխատել կայուն եւ վստահելի թիմում, ապա զանգահարեք 099 27 50 07 հեռախոսահամարին։ Իսկ այս պահին սիրելի հեռուստադիտողներ, գովազդ մեր եթերում, որից հետո կվերադառնանք հյուրասրահ եւ կշարունակենք մեր եթերը։ Մնացեք մեզ հետ։ Դե ինչ բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բարի առավոտ, մենք վերադարձանք տաղավար եւ իհարկե ուզում ենք ձեզ հետ միասին շարունակել։ Սիրտը կյանքի շարժիչ ուժն է, այն աշխատում է անդադար, առանց հանգստի, հաճախ աննկատ, մինչև առաջին ազդանշանները ստիպում են մեզ կանգ առնել ու վերանայել մեր ապրելակերպը։ Սիրտանոթային ներողություն հիվանդությունները շարունակվում են մնալ աշխարհում մահացության առաջատար պատճառներից մեկը, սակայն ժամանակին ախտորոշման, ճիշտ կանխարգելման եւ բժշկական նորարարությունների շնորհիվ հնարավոր է պահպանել սրտի առողջությունը։ Այսօր մասնագետի հետ կզրուցենք սրտի առողջության, ռիսկերի եւ հիվանդությունների կանխարգելման կարևոր ուղիների մասին։ Այո, այսօր մեր հյուրն է Best Life Հայ ճապոնական բժշկական կենտրոնի սրտաբան Խաչիկ Համբարձումյանը։ Բարի առավոտ, պարոն Համբարձումյան։ Դες ասենք բժիշկ։ Ահա, բժիշկ ջան, խոսենք առաջինը, պատճառների մասին, սրտանոթային հիվանդությունների ամենառիսկային կետերն ու պատճառները։ Այո, ամենատարածված հիվանդությունն է ամբողջ աշխարհում եւ Հայաստանում նույնպես։ Պատճառները սովորաբար կան գործոններ ռիսկի, որոնք նպաստում են սիրտանոթային հիվանդության առաջացմանը։ Ռիսկի գործոններն էլ իրենց հերթին լինում են փոփոխելի եւ անփոփոխ գործոններ։ Մասնավորապես տղամարդ սեռը, տարիքը եւ գենետիկան դա հնարավոր չի փոփոխել։ Իսկ որոնք են փոփոխելի ռիսկի գործոնները։ Համար առաջի տեղով դա ծխելու արկայությունն է, ալկոհոլի չարաշահում, ուղեկցող հիվանդություններից բարձր զարկերակային ճնշում, շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ, այդ բոլորը բերում են օրգանիզմում նյութափոխանակության խանգարումների եւ բուն որպես մասնավորապես սրտամկանի ինֆարկտի պատճառ ախտորոշումը դրվում է այսպես աթերոթրոմբոզ, այսինքն աթերոսկլերոտիկ փոփոխություններ, որոնք խցանում են անոթի լուսանցքը եւ բերում են թրոմբագոյացում, որը ամբողջությամբ դադարեցնում արյունամատակարարումը։ Բժիշկ, իսկ որոնք են առաջին նախանշանները, որոնց դեպքում եթե կան, պիտի մարդը չհետաձգի սրտաբանին այցելելը։ Հիմնական տիպիկ դասագրքային դրսևորումը դա կրծքավանդակի հետևում, այսինքն այս հատվածում մոտավորապես ուժեղ սեղմող բնույթի ցավն է, որը ճառագայթում է դեպի ստորին ծնոտ եւ ձախ ձեռք։ Եթե նման գանգատի հայտ է գալիս ֆիզիկական լարումից հետո եւ տևում է 15 րոպե եւ ավել, անապահ պետք է բժշկի դիմել։ Խոսում արդեն սկսվող ինֆարկտի մասին։ Ահա, հենց ձախակոմյան հատվածը։ Այո, գոյություն են իհարկե ավելի, այսպես ասած, լղոզված տարբերանշաններ, որոնք շփոթեցնում են հաճախ, գոյություն ունի օրինակ ինֆարկտի դրսևորման գաստրալգիկ ձև, ստամոքսի շրջանն է ցավում, բայց այնինչ իրականում ինֆարկտ է բուժառոյի մոտ։ Երբեմն թիկունքի շրջանում է լինում ցավ, իսկ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ դրսևորվում է հեվոցների տեսքով, որովհետև շաքարային դիաբետով մարդիկ ցավային ընկալիչները սկսում են արդեն վնասվել եւ մարդ պրակտիկորեն ցավ չի զգում անգամ
այսպես ժողովրդական ասած ոտքի վրա ինֆարկտ են տանում առանց ցավ զգալու։ Խափուսիկ է, չէ՞, մարդ կարող է ուղղակի ստամոքսի ցավ զգալ, բայց պարզվի, որ ինֆարկտ է ստանում այդ բանին։ Այո։ Բժիշկ, սթրեսի գործոնը ինչքանով է 21-րդ դարում ազդում։ Բավականին, այսպես ասած, չարաբաստիկ մի խնդիր է դարձել, որովհետև ստրեսը իր հերթին դա մեկուսացված չի։ Ստրեսը բերում է օրինակ սննդի ընդունման կամ կտրուկ դադարեցման, մարդիկ սկսում են չուտել ստրեսից եւ այլն, կամ ի հակառակ դրան ավելի շատակերության է տանում, ախորժակը բացում։ Այդ բոլորը բերում է դարձյալ վերադառնանք սկզբի ասացին, նյութափոխանակության խանգարումների, որոնք բերում են անոթների ներքին շերտում, ինտիմա ենք անվանում բժշկության մեջ process-ների, որոնք էլ բերում են արդեն այդ արատավոր օղակի միացմանը։ Իսկ Պարոն Համբարձումյան, այսօր ժամանակակից ինչ վիրահատական միջոցներ կան, որոնց շնորհիվ հնարավոր է կյանքեր փրկել ժամանակին ախտորոշելով։ Գիտեք, մեր երկրում այսպես առանձնացված, եթե ասեմ, բուժումը լավ հիմքերի վրա է դրված, որովհետև ունենք հագեցած գերժամանակակից կենտրոններ, այդ թվում եւ Բեսլեվ հայ-ճապոնական բժշկական կենտրոնը, որոնք կարող են արդեն բուժառուին ընդունել եւ բուժել կամ ստենտավորման ճանապարհով, կամ սրտի բաց վիրահատության ճանապարհով, բայց մենք խնդիր ունենք կանխարգելման ոլորտում։ Այսինքն առաջի օղակը, երբ որ մարդ դիմում է պոլիկլինիկա իր բժիշկներին, մի փոքր այդ առումով ունենք, գուցե աշխատանքներ տարվում են, բայց դեռևս պետք է ավելի ահագնացող տեմպերով դա կատարվի, որովհետեւ դեռևս ամենաբարձր ցուցանիշն է մահացության։ Մեկ տարվա դինամիկայում ունենք մոտավորապես 800-900, եթե չեմ սխալվում, մահվան դեպքերի նվազեցում, սիրտանոթային հիվանդությունից, բայց դա շատ քիչ է։ Ընդհանուրի նույնիսկ 5%-ը չի կազմում։ Հետևաբար կանխարգելմանը պետք է ավելի ուշադրություն դարձնել։ Իսկ գերժամանակակից միջոցները դա ոսկե ստանդարտը սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման դա կորոնարոգրաֆիան է, զոնդավորումը, եւ դրայի արդյունքից կախված արդեն բուժման երկու ուղղություն ալու վիրահատական կամ ստենտավորումով կամ բաց վիրահատությունով շունտավորում։ Դե վերահսկում կանխարգելում դեռ շատ հարցերի մասին մենք կհասցնենք խոսել, այս բանը առաջարկում ենք ընդմիջել կարճատև գովազդով, հետո վերադառնանք մնացեք մեզ։ Ինչ վերադարձանք, մենք զրուցում ենք սրտի խնդիրների մասին բժիշկ Համբարձումյանի հետ։ Շարունակենք, պարոն Համբարձումյան, խնդրում եմ ասեք, արդյոք երիտասարդ տարիքում սրտի հիվանդությունները կարող են ընթանալ առանց ինչ-որ արտահայտված ախտանշանների։ Գիտեք, նախ ասեմ, որ սրտի հիվանդությունները ունեն ցավոք սրտի երիտասարդացման միտում եւ գենետիկորեն երբ փոխանցվում է, մենք տեսնում ենք, որ առաջի սերունդում օրինակ ինֆարկտը դրսևորվել է 65 տարեկանից բարձր, ծնողի մոտ 55-60, իսկ իր մոտ արդեն 40 տարեկանում։ Սովորաբար, այո, երիտասարդները մի քիչ անուշադիր են մոտենում գանգատին եւ կապում են դա մրսածության հետ, կապում են ստամոքսի խանգարման հետ եւ դա իրականում շփոթմունքի մեջ է դնում մարդուն։ Եվ այո, ցավոք սրտի ես իմ մասնագիտական պրակտիկայում ունեցել եմ դեպքեր, երբ երիտասարդ տղան արդեն ուշացված ինֆարկտով դիմել է ինձ։ Այսինքն 1-2 օր ինֆարկտի ցավերի մեջ, բայց ինքը չգիտեմ, ստամոքսը բուժող դեղորայք է ընդունել կամ մրսածությունը վերացնող դեղորայք, այնինչ իրականում սրտի հիվանդություն է թաքնված եղել։ Բայց կանխվելու Այո, այո։ Իսկ այս պարագայում նույնիսկ եթե անգամ գանգատներ չլինեն, որքան ժամանակը մեկ է պետք կանխարգելիչ հետազոտությունների դիմել։ Շատ, գիտեք, դիպուկ տեղին հարց եք տալիս, իմ խորհուրդն է, երբ գենետիկայում կան սիրտանոթային հիվանդություններ, գոնե 35 տարեկանից բարձր, հատկապես ծխող ազգաբնակության շրջանում ես խորհուրդ կտամ այդ տարիքից արդեն դիմել սրտաբանի, կանխարգելիչ հետազոտություններ, սրտագրություն, էլեկտրոսրտագրություն եւ մի քանի անալիզներ հանձնելու համար, որովհետեւ այո, ինչպես զրուցում ենք մենք քիչ առաջ, հետագա տարիներին զերծ մնան ինֆարկտի հավանականությունից։ Խոսեցինք տարբեր ախտանշանների եւ իհարկե կանխարգելումների մասին, խոսենք նաեւ արյան ճնշման մասին, վերահսկումը, արյան ճնշման վերահսկումը, որքանով կարող է սրտի առողջության պահպանման գործում դեր ունենալ։ Գիտեք, ես միշտ իմ բուժառուներին դա եմ ասում, որ մեկ դեղահաբը տասնյակ եւ մահացու հիվանդություններից զերծ է պահում մարդու։ Մի դեղահաբ, որ ճնշումը պահում է նորմալ մակարդակի վրա, իրականում սիրտանոթային հիվանդության ծանրագույն գործոններից է բարձր զարկերակային ճնշումը եւ ցավոք սրտի մեր մարդկանց մոտ տարածված կա իմ համար նորման 140-ն է, ես ինձ 150 ճնշման տակ լավ եմ զգում, դա թյուր կարծիք է, որովհետեւ տարիներ շարունակ օրգանիզմը ադապտացվում է բարձր ճնշմանը եւ արդեն նորմալիզացիան բերում է
շշմատության, հոգնածության, բայց ասեմ, որ բուժումը սկսելուց 10 օր հետո դրանք բոլորը անցնում են։ Հետևաբար, այո, իմ խորհուրդն է պարտադիր դիմել բժշկին, ընդունել դեղորայք եւ դեղորայքը փոփոխել միմիայն բժշկի ցուցումով, ոչ սեփական նախաձեռնությամբ եւ ոչ էլ առավելևս հարևանի կամ ազգականի հորդորով, բժշկի միջամտությամբ։ Ես մի հարց եմ ուզում տալ շատ կարևոր, կապված այդ էներգետիկ ըմպելիքների եւ իհարկե էլեկտրոնային ծխախոտների հետ։ Սրանք ինչքանով են ախտահարում։ Գիտեք, հակիրճ կարող եմ ասել թույն։ Դա թույն է եւ դեռևս չկան շատ մեծ հետազոտություններ էլեկտրոնային ծխախոտների վնասի չափը արտահայտող, բայց այնուամենայնիվ կան արդեն գիտական հոդվածներում տպված դեպքեր, որոնք բերում են բրոնխային, թոքային բրոնխային համակարգի լրջագույն խնդիրների, բերում են ասթմայի դրսևորումների ծանրացման, իսկ թոքային համակարգի ախտահարումներն էլ արդեն բերում է սրտի արդեն աջ բաժինների վնասման եւ ծանրաբեռնվածության, ի վերջո հանգելու ենք սրտի ախտահարման։ Տեմպերը չեմ կարող ասել, քանի որ դեռևս չկան ապացուցված, բայց որ միանշանակ վնասակար է եւ շատ վատ հետևանքներով դա ակնհայտ է։ Բժիշկ, իսկ ինչ պարզ, բայց արդյունավետ խորհուրդ կտաք հեռուստադիտողներին, որպեսզի առողջ պահպանեն իրենց սիրտը։ Գիտեք, ամանորն է մոտենում եւ արդեն շատ չարաշահման վտանգն է, սննդի չարաշահման, ալկոհոլի չարաշահման, դրա հետևանքով ծխախոտի օգտագործման չարաշահման։ Իմ կոչն ու հորդորն է պահպանել զսպվածությունը։ Շատ բժիշկներ կան, շատ խորհուրդներ են տալիս, ես փորձեմ մի փոքր տարբերվող խորհուրդներ տամ։ Պետքա զսպվածություն ունենալ, դրսևորել եւ սեղանին մոտենալիս եւ ամեն ինչում, չէ՞ որ հենց Աստվածաշնչում էլ նկարագրված է, որ ագահությունը, որքրամոլությունը դա շատ ծանրագույն մեղք է եւ իսկապես մի փոքր թեմայից կտրված, բայց շատ արդիական ասեմ, երեք կարդացի հենց մեր Արամ առաջինի ուղերձն ասեց, որ 26 թվականը հայտարարում է հոգևոր վերանորոգման տարի։ Իմ խորհուրդը կլինի հետեւյալը, որ իսկապես սկսենք մեր հոգևոր կյանքով զբաղվել, չարություն, նախանձ, ատելություն, կռիվներ, հակառակություններ մի կողմ դնենք, որովհետեւ իսկապես հենց Աստվածաշնչում էլ կարդում ենք ու տեսնում ենք, որ արծաթասեր մարդը արծաթով չի բավարարվում եւ հարստություն ձգտողը հարստությունով չի գոհանում։ Եվ վերջո այդ զսպվածությունը կամ ավելի Աստվածաշնչյան ասեմ ժուժկալությունը դա բոլորիս կարիք ունենք ունենալու, հետեւաբար դրանով շարժվենք։ Կարծում եմ, որ հրաշալի խորհուրդ էր ու կարևորը առողջ մարմնում։ Այո, շատ ճիշտ ձևաչափ։ Աստվածաշնչյան թեմայից էլ դուրս բերելով այս խորհուրդները։ Շնորհակալ ենք բժիշկ, շնորհակալ ենք, որ առավոտը մեզ հետ սկսեցիք ու նման կարևոր խորհուրդներով կիսվեցիք եւ իհարկե խոսեցինք սրտի առողջության պահպանման գործի մասին։ Այո, շնորհակալություն, ձեզ լավ օր ենք մաղթում։ Մենք խոսում ենք այստեղ հայ-ճապոնական բժշկական կենտրոնի սրտանոթաբան Խաչիկ Համբարձումյանի հետ առողջ եղեք եւ հետևեք ձեր առողջությանը։ Իսկ այս պահին ես ներողություն եմ խնդրում Անահիտ։ Այս պահին սիրելի հեռուստադիտողներ, ասացինք, որ կարևոր է առողջությունը եւ կարևոր է նաեւ ճիշտ ու գրագետ սնունդը եւ ցանկացած ճիշտ ու գրագետ սննդի հարցում կարևոր են համեմունքները եւ Սաթանիկի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմս ավելի համեղ են դարձնում անփոխարինելի մառանիկի համեմունքները։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթաց եւ որակի խիստ վերահսկում։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Իսկ մենք տեղափոխվենք խոհանոց, տեսնենք թե ինչ է կատարվում այնտեղ, այս պահին ինչ երուզեր եւ մանրամասներ կներկայացնեն մեզ գեղեցկուհիները։ Մեկ անգամ եւս ասենք բարի լույս այն հեռուստադիտողներին, ովքեր հենց նոր միացան, օլիե բոլեն ենք պատրաստում մենք այսօր։ Իսկ դա ինչ է նշանակում, հեռուստադիտողներին հիշեցնենք, ինչ բաղադրիչներ ենք օգտագործելու եւ շարունակենք մեր ընթացքը։ We are making olive bollen, so let's firstly remind, so what ingredients did we use for making, and we can continue. Yes, it's a very simple recipe. All it takes is flour, a bit of salt, a bit of sugar, yeast, an egg, and milk. And we mix it all together, and we have the batter. And after 1.5 hours, the batter has grown, so it's ready to use. Մենք օգտագործել ենք ալյուր, աղ, շաքարավազ, ձու,
Եվ ալյուր թողել ենք, որ 1 ժամ ինքը հասնանա եւ կաթ ենք օգտագործել, ժամուկես հետո այսպեսի տեսք ունի եւ կարող ենք գնալ առաջ։ Ես կուզեմ անցնենք աշխատանքի եւ աշխատանքի հետ զուգահեռ հայ նիդերլանդական մեր հարաբերությունների մասին խոսենք, ինչ մշակութային հարաբերություններ եք ունեցել այս տարիների ընթացքում, ինչ դիվանագիտական քայլեր եք արել եւ իհարկե կարող ենք աշխատել զուգահեռ։ Let's talk about diplomacy and culture. What did you do and then what are the continuous ongoing collaboration in this? Yes, yes. Well, as an embassy, we work in various fields. We work a lot on strengthening democracy and rule of law. We also try to improve respect for human rights, especially for women and girls, for members of the LGBTIQ community, and also for people that work in the media, to free press. So we've supported projects there. In the field of culture, I'm really glad that this year we had our first budget for cultural diplomacy, and we have a really nice project, but maybe you want to translate first. Որպես դեսպանություն մենք Հայաստանում տարբեր ուղղություններով աշխատանքներ ենք իրականացնում եւ կարևորը ուզում ենք հիշատակել, որ մենք մեծապես աջակցում ենք մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, հաջողված կառավարմանը։ Մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում մենք մեծապես կարևորում ենք եւ օժանդակում ենք կանանց եւ աղջիկներին, գենդերային հավասարության ոլորտում, աջակցում ենք LGBT համայնքին, ինչպես նաեւ մեդիա ոլորտին։ Եվ ուրախությամբ ուզում ենք նշել, որ այս տարի առաջին անգամ մենք բյուջե ունեցանք եւ կարող ենք ծրագիր իրականացնել մշակութային դիվանագիտության ոլորտում եւ աջակցելու ենք մշակութային թեմաներով հոդվածներ գրող լրագրողներին եւ հետաքրքիր ցուցահանդես ենք ունենալու։ Այո, մենք ձեզ մեկ անգամ եւս հյուրընկալել ենք այստեղ եւ զրուցել ենք ֆիլմի մասին։ Ելենա Արշակյանի իհարկե ցուցադրվել է, Փակ դիտմանը ներկա եմ եղել։ Այս պահին կուզեմ շնորհակալություն ասել մեկ անգամ եւս մեր հյուրերին, որ նրանք պատրաստում են։ Այո, պոնչիկները քաղցր են, բայց մենք ունենք քաղցր հովանավորներ Ժակոյի կողմից, նրանք թող նախընտրեն իրենց սիրելի տեսակը, իսկ այս պահին տեսականին ձեր էկրաններին կլինի, ես էլ սիրով կներկայացնեմ։ Սիրով ներկայացնում եմ մեր գործընկերոջը Ժակո Հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխված կաբլիտներից մինչև հատնտի շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես աներատ հումք, թարմ բաղադրիչներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն, ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Drive Kusan, Գետանուշի, փափուկ կարամելի, շոկոլադի իդեալական համադրությամբ բոլորի սիրելի կվեստը, նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը։ Իսկ այս պահին ես վայելում եմ մեր հյուրերի կողմից պատրաստված պոնչիկները, որը նիդերլանդական են եւ իրենք հիմնականում պատրաստում են սա ամանորին։ Կխնդրեմ ասեք, սովորաբար ամանորը նշում են ընկերների հետ, թե ընտանիքի հետ։ Nederlandië. Can you please tell a little bit about the Christmas and New Year celebration, whether you celebrate it with family or friends? Yes, well, in the Netherlands, Christmas is definitely something you celebrate with your family. We have 2 days of Christmas, 25 and 26. So it's possible to go to your family and to go to your in-laws on Christmas. Սովորաբար 25-ը եւ 26-ը ընտանիքի հետ են նշում, 2 օրն էլ ընտանեկան տոն է, 1 օրը նշում ես ընտանիքի հետ, մի օրը սկեսրայրի ընտանիքի հետ, այսպես ասած, կամ կնոջ հարազատների հետ են նշում։ And New Year's is more for friends, usually. Only when you have small kids, of course, you celebrate it with your family, but when you are a bit bigger, you usually do parties with your friends. And that's when we eat these. Եվ նոր տարին սովորաբար ընկերների հետ, իհարկե թե փոքր բալիկներ կան, էլի ընտանիքով են նշում, բայց եթե երեխաները արդեն մեծ են, ժամանակ կա հնարավորություն կա ընկերների հետ նշելու, ընկերների հետ է նշվում նոր տարին եւ օլիվոլն հենց ուտում են նոր տարվա տոնակատարությունների եւ հավաքությունների ժամանակ։ Այ հետաքրքիր է, օլիվոլը պատրաստելու գաղտնիքը որն է, ինչումն է։ What is the secret of making olibollen? I think everybody has their own recipe, family recipe. For now, I kept it simple, but if you want to do raisins,
Then one of the secrets is that of course, you first have to leave them overnight in a bit of water so they grow. And then when you before you put them in the mixture, you mix them with flour so they stay and don't sink in the dough. Մենք այս անգամ պատրաստի խմորիչ ենք օգտագործել, բայց եթե պետք է դա պատրաստել, որ խմորիչը հասունանա, պիտի նախորդ օրը անել, ջրով թրջել եւ հետո սպասել, որ հասունանա, նոր խմորը պատրաստել։ Եվ ամանորին իհարկե դնել սեղանին։ Ուզում եմ ներկայացնել մեր մյուս գործընկերոջը Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված տեսականին, որը հենց այս պահին ձեր էկրաններին է իհարկե եսել սիրով պատրաստական ներկայացնեն ամբողջ տեսականին։ Իդեպ, քանի որ քաղցրավենիք է այսօր, ես կարծում եմ հեռուստադիտողներից շատերը կկարողանան պատրաստել իրենց թռչնամսից որևէ համեղ կերակուր։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ եւ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ բարձրորակ թռչնամիս, որը սիրով պատրաստված է Սյունիքի լեռներում, հավ, բդիկ, թևիկ, հարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի։ Զանգեզուր թռչնաֆաբրիկա, նոր մասնագիտացված խանութում, Պարուշ Սևակ 92 կոտորակ 6 հասցեում, այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ, առաքում ամբողջ Երևանում անվճար։ Զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որը դառնում է վստահություն։ Այ մենք խոսեցինք նաև երիտասարդների մասին, որ ավանդույթը արդեն փոխանցվում է նրանք կարողանում են այդ ձեր ասած խմորիչը չօգտագործել, գիշերը հետխմոր պատրաստել եւ առավոտյան արդեն իրենց սեղաններին լինի։ Արդյոք դուք ամանորը այստեղ եք նշելու եւ այս տարվա ամանորվա սեղանին այս համեղագույն պոնչիկները ձեր սեղանին կլինեն։ The question is whether you will be in Armenia this year for Christmas and New Year's, and then whether you are going to make oliebollen. Yes, well, now I have shown how to do it. Maybe I will do it again for New Year's. I will be here in Armenia, and I look forward to that, to see what the traditions here in Armenia are like. Maybe you call it ponchik, but you know that there is also a relationship with donuts. Because the Dutch immigrants, they went to America in the 17th century, and then this recipe developed into donuts. Maybe I can translate. Դեսպան այս տարի Հայաստանում է լինելու, նաև ինքը շատ ուզում է տեսնել որոնք են տեղական ավանդույթները եւ հետեւել այդ ավանդույթներին։ Դեռ չգիտի կպատրաստի թե ոչ, բայց ուզում է նաև ասել, որ շատ հետաքրքիր կապ կա օլիբոլենի եւ դոնատների միջեւ, որովհետեւ հոլանդական էմիգրանտները երբ որ Նիդերլանդներից գնացել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ իրենց հետ տարել են այս բաղադրատոմսը, որը համարյա նույնն է, ինչ որ ամերիկյան հայտնի դոնատները։ Դա էլ իմացանք։ Իհարկե ես գովազդի ընթացքում մեր հյուրերի հետ կզրուցեմ, ինձ հետաքրքիր է արդյոք հայկական խոհանոցի եւ նիդերլանդական խոհանոցի հետ զուգահեռներ տանում է թե ոչ, քանի որ եթերային ժամանակը շատ կարճ է, մենք կհասցնենք պատասխանը իհարկե կտանք երրորդ միացման ընթացքում։ Ավետ, Անահիտ, խոսքը ձերն է, համեցեք։ Շնորհակալություն, շատ շնորհակալ ենք։ Հետաքրքիր ավանդույթներ ունեն փաստորեն Նիդերլանդներում։ Հետաքրքիր է, անպայման մի օր պետք է այցելել Նիդերլանդներ։ Բայց մինչև Նիդերլանդներ այցելել, իմ շատ սիրելի Անահիտ եւս մեկ վայր կա, որը շատ կարեւոր է եւս այցելելու համար ու պարտադիր։ Ձեր ծննդյան օրը հիշարժան հավաքույթը, կարևոր առիթը, կորպորատիվ երեկոն կամ էլ ընկերական ջերմ հանդիպումները կարող են դառնալ իսկապես առանձնահատուկ։ Ընտրեք Park Bridge ռեստորանը, որտեղ ձեզ սպասվում է հարմարավետ միջավայր, համեղ ուտեստներ եւ անթերի սպասարկում։ Ձեզ անհրաժեշտ է ունենալ միայն ուրախ տրամադրություն, մնացածի մասին Park Bridge-ի թիմը կհոգ, բացահայտեք ձեր տոնական օրերի ամբողջ ջերմությունը։ Park Bridge ռեստորանում տոնը սկսվում է հենց այստեղ Զանգահարեք 094 38 06 հեռախոսահամարին։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, զանգահարեք եւ ամրագրեք օրը ու իհարկե վայելեք։ Մենք վայելում ենք այսօրվա օրը, Անահիտ, ինչ կարծիք ես։ Այժմ կարելի է մի քանի րոպե վայելել նաեւ գովազդ, հետո վերադառնանք գովազդների։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, ահա այսպես առողջությունից հպանցիկ անցում են կատարում դեպի արվեստ, մշակույթ եւ այսպես Մեծամորի թանգարանը շարունակում է մնալ գիտության, մշակույթի եւ արվեստի հիմնադրման եզակի հարթակ։ Այստեղ իսկապես հանդիպում են եւ արվեստը եւ մշակույթը։ Մեծամոր ժամանակի ոսկե հետք է, այդպես է կոչվում, միջոցառումը ոչ միայն ամփոփեց տասնամյակների հնագիտական ճանապարհը, այլ նաեւ նորովի է ներկայացնում Մեծամորի ժառանգությունը որպես
որպես ժամանակակից մշակութային կարևոր աղբյուր։ Թանգարանի 60-ամյա ուղու գիտական կարևոր ներդրման եւ միջոցառման կարևորության մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Ես սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, տաղավարում են Պահպանության ծառայության հնագետ Հասմիկ Սիմոնյանը, բարի առավոտ Հասմիկ, եւ Պահպանության ծառայության ցուցադրությունների պատասխանատու Նարեն Նիկողոսյանը։ Բարի առավոտ, շատ շնորհակալ ենք, որ հյուրընկալվել եք մեր տաղավարում։ Նախ կխնդրենք պատմեք, ինչ պատմական ու գիտական արժեք ունի Մեծամորի 60-ամյա հնագիտական ճանապարհը Հայաստանի եւ իհարկե տարածաշրջանի համար։ Երևի ես սկսեմ։ Սիրով։ Իրականում Մեծամորը պեղվում է արդեն 55 տարուց ավելի, մոտ 6 տասնամյակ պեղվում է Մեծամորը ու ունեցել է երևի պեղման 2 փուլ, որովհետև տարբեր արշավախմբեր են աշխատել այստեղ եւ Մեծամորում ունենք 40,000-ից ավել հնագիտական բացված իրեր, որոնց մի մասը ցուցադրվում է Մեծամոր թանգարանում, պատմահնագիտական արգելոցի տարածքում գտնվող Մեծամոր թանգարանում ու ընդգրկում է, պատկերացրեք, մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակի երկրորդ կեսից մինչև ուշ միջնադար 18-րդ դար ընկած ժամանակաշրջանը, այսինքն գործ ունենք բազմաշերտ եւ բազմատար մի հուշարձանի հետ, որտեղ ժամանակները անընդհատ իրար հետ հանդիպել են։ Ունենք բացառիկ իրեր միջին բրոնզի դարին վերաբերող, ուշ բրոնզի դարին, մենք խոսում ենք, ասենք, երկրորդ հազարամյակի, առաջին հազարամյակի մասին։ Ունենք միջնադարից հետաքրքիր գտածոներ, անտիկ շրջանի ապակիներ, ել չեմ ասում, ամենանշանակալի այս շրջադարձային պեղումնային բացահայտումները կարող եք առանձնացնել։ Իրականում նախորդ պեղումների փուլը, որը ղեկավարել է Էմմա Խանզադյանը, այս ժամանակաշրջանից ունենք կոյաբզեզներ եգիպտական, ունենք միտանիական կնիքներ, ունենք գորտ կշռաքար սեպագիր արձանագրությամբ, այս բացառիկ իրերը։ Ինքս իմ համար մեր պեղաշրջան Ո՞ր թվական, եթե ասում ենք եգիպտական, այսինքն մեր թվարկությունից առաջ 15-րդ դար, մեր թվարկությունից առաջ 13-րդ դար, այսինքն մենք գործ ունենք մոտ 3300 տարեկան իրի հետ։ Եթե այդ տեսանկյունից ենք նայում, կոնկրետ մեր արշավախումբը, որը ղեկավարում է Աշոտ Փիլիպոսյանը, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, որտեղ նաև ես աշխատում եմ վերջին 12 տարիներին որպես հնագետ, երևի մեր պեղումների ընթացքում այդ ամենաբացառիկը դամբարանն էր, որտեղից գտնվել է 138 կտոր ոսկու իր, որն էլ նաև բերեց այս հետաքրքիր միջոցառմանը, որի մասին երևի կպատմի Նարեն։ Հեռուստադիտողներ, մենք տեսանք գեղեցիկ, ես անկեղծ եմ ասում, ես զարմացած եմ եւ հմայված, բրավո, հրաշալի գործ եք արել։ Այո, եւ ինչպես նկատեցիք հոլովակում, այնտեղ շատ գեղեցիկ զարդեր են ցուցադրված, հիմա նաեւ զարդերի մասին կխոսեն, մոտիվներն էլ կհասկանաք եւ հրաշալի հանրահռչակման տարբերակ է։ Իդեպ, մինչեւ Անահիտը կցուցադրի, ես ասեմ, որ դեկտեմբերի 20-ին Մեծամորի թանգարանում կայացավ Մեծամոր ժամանակի ոսկե հետքը բացառիկ միջոցառումը։ Կխնդրեմ ասեք, Նարե, ինչ կարևոր նշանակություն ուներ այս միջոցառումը ինչպես թանգարանի, այնպես էլ այցելուների համար։ Տեսեք, ուրեմն Մեծամորի հնավայրի պեղումների 60-ամյակ, ինչպես նշեց արդեն Հասմիկը, թանգարանի հիմնադրման 55-ամյակ եւ ոսկու կոլեկցիա, որը հենց պեղվել է Մեծամորի հնավայրից եւ որը շատ կարեւոր տեղեկություն է տալիս ոչ միայն գիտական իմաստով, այլ նաեւ ժամանակի ճաշակի, էսթետիկայի, գեղեցկի ընկալման, այդպես այդ զարդեր, որ տեսնեք ու դրանց բնօրինակները, որ տեսնեք, կարծում եմ պարզ կլինի արդեն, որ մեզանից 5000 տարի առաջ, ասենք, ինչ տեխնիկայով կարելի էր նման զարդեր, ես իդեպ այո գրում եմ, այո, եւ սա հենց մեր միջոցառման այսպես լոգոն էր, մենք որոշեցինք, որ այս ամենը պետք է ամփոփենք մի գեղեցիկ բացառիկ միջոցառման մեջ, դա տեղի ունեցավ դեկտեմբերի 20-ին, գիտաժողովով մեկնարկեց, որը գիտաժողովի ընթացքում ելույթների, զեկույցների ժամանակ այսպես տարբեր տեսանկյուններից, տրվեց Մեծամորի պեղումների 60-ամյա պեղումների ամփոփ նկարագիրը, դրանց արդյունքները, այնուհետև մենք ունեինք գրքեր նվիրված Մեծամորին, գրքերի շնորհանդես, այդ գրքերի շնորհանդեսն էլ արեցինք եւ գրքերն էլ առանձին մի այսպես պատմություն են, որոնք թանգարանային իրերը թանգարանում են պատմում այդ ամենի մասին, իսկ գրքերն էլ բնականաբար էլի իրենց մեջ ամփոփում են այդ ամենը գիտական իմաստով, սերունդներին էլի փոխանցելու իմաստով այդ տեղեկությունը եւ միջոցառման առանցքը մեր այս ոսկյա զարդերի առհասարակ Մեծամորի հնավայրից
պեղված զարդերի, բացառիկ զարդերի կոլեկցիայի ցուցադրություններ, նախ բնօրինակների եւ դա մենք արեցինք շոու ցուցադրության տեսքով, այսինքն մոդելներ, ովքեր կրում էին եւ այդպես Ամոր գեղարվեստական շոուն, հա, երևի այո, գեղարվեստական շոուն ինքը, հա, կրում էր մեծ ամոր այսպես խորագիրը, իհարկե սա ուզում եմ նշել, որ ինքը գիտական ստուգաբանություն չունի, մեծ ամոր բառի հետ այսպես կապ չունի, պարզապես մենք ավելի գեղարվեստական այո ձևով ներկայացրել ենք եւ նաեւ մեր մեծ սեր եւ սեր ամեն ինչում, հա, սկսած այդ պեղումներից, այսինքն մեր հնագետների սերը, որ իրենք ներդրել են ձեր սերը, թե ինչքան մեծ սեր եք ներդրել դուք այս ամենի մեջ, որ իսկապես անգնահատելի է։ Եվ այս ամենը, այսինքն այդ զարդերը նաեւ ավելի շոշափելի դարձնելու եւ մեծամորը եւ մեծամորի պատմությունը, նրա դերը, նշանակությունը հանրայնացնելու համար մենք նաեւ այս կրկնօրինակները ստեղծեցինք, որոնք որպես հուշանվեր հունվարից արդեն կսկսեն վաճառվել մեծամոր թանգարանում, ինչպես նաեւ այստեղ մեզ մոտ պահպանության ծառայությունում մենք այդ օրը արեցինք ներկայացումը շատ սիրուն պրեզենտացիան եւ այսպես հնարավորություն կտանք ցանկացողներին ձեռք բերել արդեն հունվարին մենք կտարածենք տեղեկություն ինչպես կարելի է ձեռք բերել եւ այլն, բայց այն որ բոլորը պարզապես միջոցառման մասնակիցները հիացած էին եւ բոլոր կողմերից լավ արձագանքներ ստացանք, մենք հասկացանք, որ այո, իսկապես մեծամորը ունի այդ պոտենցիալը եւ պետք է հանրահռչակել մեծամորը։ Ես մի հարց ունեմ, Հասմիկ, ձեզ ինչ է կարծում, այս նախաձեռնությունը ինչպես կարող է խթանել երիտասարդների հետաքրքրությունը դեպի արվեստ, դեպի մշակույթ ու իհարկե ինչպես այստեղ է գրված կրելով քո պատմությունը։ Այո, մեծամոր կրելով քո պատմությունը, սա ոնց որ մեր Slogan. Իրականում ինձ թվում է հնագիտության մասին հիմա նոր երևի սկսել է ավելի շատ խոսվել։ Այցելուներ շատ հաճախ են ունենում պեղումների ընթացքում, բայց միևնույնն է, ես ինքս հասկանում եմ որպես մասնագետ, որ մարդկանց միջավայրում հնագիտությունը մի քիչ այլ ընկալումներ ունի։ Առաջինը հնագիտությունը շատ հաճախ ընկալվում է միայն ոսկի փնտրելու ինչ որ մոտեցում, սխալ մեջը կոտրենք եւ ուղղակի երևի մեր բախտը բերել է մեծամորի պարագայում, որ այդպիսի երևի տարի չի եղել, որ ոսկի չունենանք։ Երևի բախտը ինչ որ միտեղ մեր միշտ բերում է մեծամորի հարցում ու միշտ ունենք ոսկի ու երբեք այդ խնդիրը չենք ունեցել մտածելու, այ եթե ոսկի ունենայինք։ Բայց երևի ամենահետաքրքիրը այն է, որ անընդհատ սրա մասին խոսելով նախ մարդկանց կբերենք դեպի թանգարան, այդ մեկ, որովհետև դեպի մեծամոր, հետո մեծամոր ու նաև դեպի գիտություն, որովհետև մեկ երբեմն ինձ թվում է, որ գիտությունը հանրահռչակվելու կարիք իրոք ունի։ Այո, Հասմիկ, նեղ շրջանակներից դեպի ավելի լայն շրջանակները տանելու։ Այո, որովհետև միշտ չի, որ միայն այսպես գիտական մատուցմամբ իհարկե թանգարանը ինքը նախ եւ առաջ գիտա մշակութային կրթական օջախ է, բայց այնուամենայնիվ այսօր ժամանակը պահանջում է, որ ավելի նոր մոտեցումներով փորձենք երիտասարդներին հետաքրքրել եւ բերել թանգարան։ Հասմիկ, մենք ձեզ շատ շնորհակալ ենք իսկապես մեծամորի ժառանգությունը ճանաչելու եւ պահպանելու այս կարևոր գործին լծվելու համար։ Շնորհակալ ենք, ես վստահ եմ մեծ թիմ է աշխատում, նրանց եւս ասում ենք շնորհակալություն ու շնորհակալ ենք, որ մեզ հետ եք տաղավարում ու առավոտը սկսեցիք մեզ հետ։ Շնորհակալ ենք։ Այս զարդերը օրիգինալները, հա, այժմ ցուցադրված են մեծամորում։ Մեր հեռուստադիտողներին եւս հորդորում ենք, այո, գնալ եւ իհարկե տեսնել այս գեղեցիկ զարդերը եւ իհարկե ծանոթանալու Այո, պատմամշակութային ընկղմվել պատմության մեջ։ Այո, մեծ գտածոների հետ։ Իսկ այս պահին մենք ընդմիջենք կարճատև գովազդով, հետո վերադառնանք ու շարունակենք եթերը, մնացեք մեզ հետ։ Առավոտ կրկին սիրելի հեռուստադիտողներ, ովքեր հենց նոր միացան մեզ, խոսում ենք մշակույթի մասին կրկին։ Դեկտեմբերի 24-ին Կոմիտասի թանգարան ինստիտուտի համերգասրահում կկայանա Արար երգչախմբի շարք մտերմիկ եւ խոհական խորագիրը կրող համերգը դիրիժոր Գոր Մելքոմյանի ղեկավարությամբ։ Արար երգչախմբի յուրաքանչյուր համերգ նոր երգացանք է, բաղկացած բարձրարժեք եւ հայ ունկնդրին անծանոթ ստեղծագործություններից։ Սպասված համերգի մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Տաղավարում է Արար երգչախմբի գեղարվեստական ղեկավար դիրիժոր Գոր Մելքոմյանը։ Բարի առավոտ։ Ինչպես է սկսվել օրը, լավ է կարթնացել։
Շատ սպասված համերգի մասին ենք խոսելու, բայց իհարկե մինչ համերգային մասին անցում կատարելը խոսենք 13-ամյա ուղու մասին երգչախմբի, այն ինչ կարևոր ձեռքբերումներ ունեք այս 13 տարիների ընթացքում, ինչ կարևոր միջոցառումների եք մասնակցել։ Առհասարակ երգչախմբի գոյությունը մեր իրականության մեջ մեծագույն ձեռքբերում է, որովհետև սա չափազանց բարդ մշակութային ոլորտ է եւ երգչախումբ ունենալ այն էլ ոչ պետական կարգավիճակով դա մեծագույն ձեռքբերում է։ Մշտապես երգչախումբը հանդես է գալի ինքնուրույն եւ բարձրարժեք ծրագրերով եւ յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար տարիների ջանքեր եւ գիտելիքներ են ներդրվում։ Սա մեր մեծագույն ձեռքբերումն է, որ մենք կարողանում ենք մեր իրականության մեջ իրականացնել ծրագրեր, որ ես կարող եմ ասել մեր ծրագրերը չկրկնվող են, այսինքն այլ որևէ մեկը չի անում այդ ծրագրերը եւ գումարած այս ամենին, որ երգչախումբը հանդես է գալիս Հոբելյանների շատ կարևոր իրադարձություններին, համերգային եւ տարբեր միջոցառումներով։ Գոր, ինչպես եղավ շարք մտերմիկ եւ խոհական խորագիրը կրող համերգի գաղափարը։ Այս տարի սա երկրորդ մեծ մենահամերգն է երգչախմբի, ունեցել ենք տարբեր ուրեմն համերգներ, սակայն որպես այդպեսին մեծ մենահամերգ երկրորդն է, առաջինի խորագիրը շարք ասացումի էր, այնտեղ ուրեմն ունկնդրին ներկայացվեց այսպես խոհափիլիսոփայական ծրագրով հագեցած ծրագիր, իսկ շարք մտերմիկ եւ խոհականի ներքո մի փոքր ավելի ունկնդրի համար թեթև այսպես կարող ենք ասել, այսինքն մեր ծրագրության, այո, եւ մտերմիկ եւ զգացական առումով մի փոքր տարբերվող մյուս համերգից, այստեղ գալիս է ծրագրի խորագիրը մեր ընտրված նյութերից։ Իսկ հետաքրքիր է ինչով է առանձնանում, հենց ասացիք երգչախումբը առհասարակ առանձնանում է, ինչով է առանձնանում եւ առհասարակ կապ ունի երգացանկը, որը ընտրված է համերգի համար։ Երգացանկը կարող ենք ասել մեր դիմագիծն է երգչախմբի, ինչպես յուրաքանչյուր եւ արտիստի պարագայում, եթե անհատ կատարող է եւ երգչախմբի նվագախմբի պարագայում, շատ կարեւոր է թե ինչ ծրագրով է ինքը հանդես գալի։ Դա ամենակարևոր դիմագիծն է, որ մենք ունենք եւ ամենամեծ ծավալի աշխատանքը տարվում է այդ ստեղծագործությունների փնտրտուքի եւ նրանց գեղարվեստական մատուցման հետ կապված հարցերում։ Ասացիք, այո, ստեղծագործությունների փնտրտուքի, ես գիտեմ, որ ընդգրկված են ծրագրում դասական, հոգեվոր, ժողովրդական եւ ջազային ստեղծագործություններ, բայց բոլորից բացառիկ նմուշներ։ Այ կխնդրեմ ներկայացնեք ինչ է լսելու հանդիսատեսը, ինչ ծրագիր է լինելու։ Այո, գրեթե 90%-ով հանդիսատեսին անծանոթ ստեղծագործություններ են լինելու եւ այստեղ հարցը ոչ միայն նրանում է, որ անծանոթ են, որովհետեւ Հայաստանում պարզապես չի կատարվում, այլ որ կան ստեղծագործություններ, որոնք գրված են հենց Արար երգչախմբի համար եւ սրանք լինելու են առաջին անգամ, ունկնդրին ներկայացվելու են առաջին անգամ։ Փոքրիկ պրեմիերաներով լի երեկո։ Այո, փոքրիկ, սակայն շատ այսպես իմաստալից եւ հասուն, այո, շատ խոհական, ինչպես որ խորագրում կա եւ նաեւ մտերմիկ։ Տեսա ձայնագրություններ եք անում, առհասարակ ձայնագրություններ, նաեւ սկավառակներ եք թողարկում երգչախմբով, ինչ միտում ունի այս ամենը։ Երգչախումբը, տեսեք, մեր օրերում կարելի է մտածել ինչի համար է այս գործունեությունը։ Այո։ Սակայն ես կարող եմ ասեմ, սա այնքան ինքնաբավ կառույց է երգչախումբը, որ իր հարաբերումը ուրեմն ունկնդրի հետ դա արդեն մի մեծ այսպես աշխարհ է ստեղծում։ Մենք իրականացնում ենք երգչախմբային գործունեության մեջ հնարավորինս ընդգրկուն գործունեություն, այսինքն ետ չմնալով մեր ժամանակի այլ երգչախմբերից եւ մեր ծրագրերի միջոցով նույնիսկ առաջ անցնելով նրանցից։ Այսինքն փորձում ենք այդպես։ Գիտեմ նաեւ, որ դուք մարզերում եք իրականացնում ծրագրեր եւ շատ կրթամշակութային ծրագրեր եք մասնակցում։ Կխնդրեմ ասեք, որքանով եք կարևորում հենց մարզային այցելությունները ու ինչ կարևոր կրթական ծրագրերի եք մասնակցել։ Անչափ կարևոր են մարզային, ուրեմն դրանք մեր երգչախմբային գործունեության կարևոր մասն են կազմում, ինչու համար, որովհետև երբ մենք նայում ենք եվրոպական զարգացած երկրներին, այնտեղ իրենց ասած մարզերում հավասարություն է, այսինքն Գերմանիայի մի շրջանում եւ մյուս շրջանում կարող են հավասար
ուրեմն որակների երգչախմբեր եւ ուրեմն արվեստագետներ լինել, իսկ Հայաստանում ցավոք այդպես չէ։ Եվ մենք լավ ունկնդիր ունենալու համար պետք է պատրաստ ենք, դա մենք չենք կարող բարձրապես պահանջել լավ ունկնդիր, եթե մենք որևէ բան չենք անում, այո։ Եվ այդ կրթական գործունեությունը միտված է ապագա սերնդի մեջ ունենալ բարձրարժեք ունկնդիր, որը մեզ համար չափազանց կարևոր է։ Այն շատ գեղեցիկ կարելի ասել առաջամարտիկի եւ զինվորի գործ է անում նաեւ մշակութային գործիչը, երբ որ փորձում է պահպանել իր ազգի ազգային մշակույթն ու ազգային ինքնությունն ու դեմքը, սա շատ կարևոր է։ Այս իմաստով։ Միանշանակ գոր շատ շնորհակալություն, իսկապես երթս կարծես ուրախությամբ էլ ասում այսպիսի գործունեությունը տեսնելու համար եւ նաեւ կխնդրենք, որ եւ մեզ եւ հեռուստադիտողին հիշեցնեք օրը, ժամը, վայրը։ Այո։ Դեկտեմբերի 24-ին ժամը 7:30-ին Կոմիտաս Թանգարան ինստիտուտի համերգասրահում կկայանա Արար երգչախմբի շարք մտերմիկ եւ խոհական խորագիրը գրող համերգը։ Մենք ձեզ հաջողություններ ենք մաղթում, թող որ ճանապարհը լինի շատ հարթ եւ իհարկե ասացիք ոչ պետական կարգավիճակ ունի, թող ապագայում լինեն մարդիկ, ովքեր որ եւ կտան պետական կարգավիճակ երգչախմբին եւ իհարկե կզարգացնեն ու էլ ավելի առաջ կմղեն ձեր երգչախմբը։ Շնորհակալ ենք, որ նման կարևոր գործ եք անում։ Լավ օրենք ձեզ մաղթում։ Սիրելի հեռուստադիտողներ, ես առաջարկում եմ մենք ասացինք ամենասկզբում առողջ մարմին, առողջ հոգի, բայց նաև այդ մարմինը, չէ՞ որ մենք բաղկացած ենք եւ հոգեվորից ոչ նյութականից եւ նյութականից։ Այդ նյութը պետք է սննել եւ սննել առողջ դրա համար ունենք շատ լավ գործընկերներ, որոնք օգնում են։ Սիրով ներկայացնեմ նրանց Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ եւ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում սիրով ու պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է, անարատ եւ բարձրորակ թռչնամի սիրով պատրաստված Սյունիքի լեռներում։ Հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութ-սրահում Պարույր Սևակի 92 կոտորակ 6 հասցեում այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ։ Արագումն ամբողջ Երևանում անվճար է, պարզապես զանգարեք 041 01 01 42 հեռախոսահամարին Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որ դառնում է վստահություն։ Եվ այս պահին սիրելի հեռուստադիտողներ, այդ միջենք կարճատև գովազդով, հետո վերադառնանք, խոհանոցել ենք գնալու, ինչեր ասես որ չենք անելու։ Մնացեք մեզ հետ։ Այս պահին Օլիեբոլենն է դեր էկրանին։ Շնորհակալություն, որ մեզ հյուրընկալվեցիք, շնորհակալություն, որ պատրաստեցիք, հասցրեցինք համտեսել շատ համեղեր։ Ինչպես է ձեր տրամադրությունը? How is your mood now? Yes, good. I'm happy that the Oliebolle turned out well. I think they are quite good, and I don't know, you want to taste them? Կոլեգաները մեր համտեսեցին եւ նրանք շատ գոհ մնացին, կխնդրեմ որ դուք էլ թարգմանեք։ Colleagues tried, that's really amazing. Բան ասում է որ շատ ուրախ եմ որ պոնչիկները լավ ստացվեցին, Օլիեբոլեն լավ ստացվեց։ Գաղտնիքը չասեցիք իհարկե լավ ստացվելու, բայց ես մի գաղտնիք իմ կողմից կարող եմ ավելացրել, որ դա պատրաստված է սիրով։ And also you didn't tell us maybe the secrets, but one secret that Satanik fixed, you have to make it with love. Yes, that's true. Yes. Մենք խոսում ենք գովազդի ընթացքում զուգահեռները հայկական խոհանոցի, Նիդերլանդերի խոհանոցի, արդյոք կան թե բացարձակ կապ չունեն, տարբեր են։ We were discussing the parallels or the differences and similarities of Armenian Dutch cuisine. Maybe you can tell us a bit more. Well, in the Netherlands, we for our meals we have usually potatoes, vegetables, and meat. It's not a very elaborate kitchen, but we have a lot of cookies and cakes that are very traditional and really are connected to special days, like for St. Nicholas on December 5. We have a lot of cookies and cakes, and there you can also see that the Netherlands went to the East, Asia, and brought a lot of spices to Europe. And so in our cookies and cakes, there are a lot of spices like cardamom, nutmeg, cloves, cinnamon. So it's all mixed, and these are really Dutch cookies.
I can translate. Հիմնականում նիդերլանդական խոհանոցում շատ գերակշռում է կարտոֆիլը, բանջարեղենը, միսը, բայց նաև շատ հարուստ է հետաքրքիր թխվածքներով, խմորեղեններով եւ այլն, եւ այստեղ իրանք շատ համեմունքներ են օգտագործում, քանի որ նիդերլանդացիները, հոլանդացիները գնացել են շատ նաև ասիական երկրներ, այնտեղից շատ համեմունքներ են բերել, օրինակ մշկնկույզը, դարչինը բավականին դոմինանտ են քաղցրավենիքներում եւ հատուկ քաղցրավենիքներ կան, որ հատուկ առիթների են, օրինակ Սուրբ Նիկոլասի օրը, որը նշվում է դեկտեմբերի 5-ին, հատուկ տեսակի թխվածքներ կան, որ միայն այդ օրվա համար են թխվում։ And my mother, she is the champion of making these special cookies for St. Nicholas. Ես արդեն գաղտնիք հասկացա որտեղից է գալիս։ Եվ Դեսպանի մայրիկը շատ մեծ հաճույքով եւ շատ հետաքրքիր բազմազան թխվածքներ է թխում հատուկ Սուրբ Նիկոլասի տոնի արդիվ։ Գաղտնիքներով կիսվել է ձեզ հետ, իսկ դուք այսօր հեռուստադիտողների աչքի առաջ պատրաստեցիք եւ խմորը եւ իհարկե պոնչիկները։ Շնորհակալություն։ Եթե ունեք մեր հեռուստադիտողներին մաղթանք ամանորյա, կխնդրեմ հղել Շնորհակալություն եւ շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շատ քարտերացեցի, շնորհակալություն, բոլորին խաղաղություն, առողջություն, քանի որ կարծես թե կամած ավանդույթ է դարձել ձեզ հյուրընկալել խոհանոցում, հիշեցնեմ, որ ձեր նվերը սիրով պահպանված է այստեղ։ Շնորհակալություն մեկ անգամ եւս, բոլորիս լավ տարի, կհանդիպենք։ Սիա, կհանդիպենք։ Շնորհակալություն։ Դե իհարկե սիրելի հեռուստադիտողներ, ձեզ շնորհակալ ենք, որ մեզ հետ անցկացրեցիք ձեր բարի լույսը։ Մենք գնանք վայելելու, որտեղ իսկապես շատ համեղ են ստացվել։ Thank you։ Բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Շնորհակալություն։ Ես հանգիստ մի օր երբ գնամ Ամստերդամ, կասեմ, որ Մարիկե Մոնրոյի ընթերը Հայաստանում Նիդերլանդների դեսպանը ինձ համար պոնչիկ է պատրաստել։ Դու ինչ կասես։ Նույնը։ Այո։ Շնորհակալություն եւս Լարիսա Հարությունյանին եւս, որ այսօր մեզ համար խոհանոցում հրաշքներ գործեցին եւ մենք շտապենք համտեսել այդ համեղ պոնչիկները եւ Անահիտ անպայման խնդրում եմ հեռուստադիտողներին հիշեցրու, որ դեկտեմբերի 31-ին Հիշեցրիր արդեն դեկտեմբերի 31-ին Արմենիա հեռուստաընկերության հետ սկսեք ձեր բարի լույսը, որովհետեւ այո, մենք լինելու ենք եթերում, պատրաստել ենք ձեզ համար տոնական եթեր առհասարակ Արմենիա հեռուստաընկերությունում դեկտեմբերի 31-ը լինելու է ամբողջովին տոնական, հետաքրքիր անակնկալներով, սկսվելու է բարի լույսից, սիրված երգեր, երաժշտություն, հարցազրույցներ, այնպես որ անպայման կմիանաք մեզ տոնական եթերի ընթացքում։ Իսկ մենք ձեզ ասում ենք շնորհակալ ենք, որ այսօր սկսեցիք մեզ հետ, այսօր եւս սկսեցիք մեզ հետ։ Բարի լույս, բարի աշխատանքային օր բոլորիս եւ առողջ մնացեք ու լավ եղեք։